Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Հազար բարի պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, Նիկոլ Փաշինյանը մի հետաքրքիր հայտարարություն է արել եւ հետաքրքրվեցինք լրագրողներով, թե ինչ պետք է լինի երկաթուղու վերանորոգման այդ գործընթացի ճակատագիրը, ասում է, որ հնարավոր է այն հասել է այն փուլին ըստ վարչապետի, որ դա պետք է վաճառել մի այնպիսի երկրի, որը բարիտրացիական հարաբերություններ ունի թե Հայաստանի հետ, թե Ռուսաստանի հետ, որովհետև ասում է, եթե այդ ներդրումները լինի, էլի ասելու են, որ սա ռուսական է, եւ ըստ վարչապետի դա կարելի է վաճառել Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Ղազախստանին։ Դուք ինչպես եք մեկնաբանում այս նոր զարգացումը։ Ես սա գտնում եմ, որ ուշացած որոշում է, բայց բոլոր դեպքերում ճիշտ որոշում, սա շուտ պետք էր արվեր, որոշում, որը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը եւ ռուսական կառավարումը տոքսիկ է մեր բոլոր գործընկերների համար եւ դա նշանակում է, որ ռուսական կառավարում մեր կոնցեսիոն կառավարում մեր երկաթուղիներում չպետք է լինի, հակառակ դեպքում այդ երկաթուղիներով մեր գործընկերները ուղղակի կգերադասեն չերթևեկել եւ այդ ժամանակ թուրքական պրոյեկտը Կարսից Սադարակ Հայաստանը շրջանցելով կդառնա մրցունակ, ինչը մեր ազգային շահերին չի համապատասխանում, բայց սա չէ որ ակնհայտ է շատ ավելի վաղ։ Բայց եթե այդպիսի խնդիր կար, Նիկոլ Փաշինյանն ինչու էր մինչ այս ռուսական կողմին առաջարկում գալ, վերանորոգել, ծրագրի մաս դառնալ, այստեղ ինչ որ մի լուրջ բան է ըստ էության փոխվել։ Դե լուրջ ինչ է փոխվել, երբ որ անհամատեղելին համատեղելու բոլոր փորձերը ըստ ամենայնի ավարտվել են անհաջողությամբ եւ տեղի է ունեցել այո անխուսափելի։ Մենք ուղղակի ժամանակ ենք կորցրել։ Հիմա ես պատկերացնում եմ մենք կունենայինք միանգամայն այլ իրավիճակ, երբ արդեն իսկ այդ կապակցող հատվածներն ասենք լինեին կառուցված։ Իսկ մենք դեռ նոր պետք է կառուցենք։ Մենք ժամանակ ենք կորցրել ըստ այդմ։ Բայց իմի սա արդեն այն դեպքն է, ինչ ունենք։ Լավ է ուշ, քան ավելի ուշ։ Եվ նաև դրականն այն է, որ կա այն գիտակցումը, որ մենք ուղղակի ժամանակ չունենք եւ պետք է արագացնել այս որոշումները եւ արագ ավարտի հասցնել համապատասխանաբար 3 եւ 1 կիլոմետրանոց այդ հատվածները եւ ի վերջո կապակցել Հայաստանը մեր հարևանների հետ։ Պարոն Մեհրաբյան, ինչ է կարծում, Ռուսաստանը հեշտությամբ բաց կթողնի այս հնարավորությունը իր ձեռքից։ Ես ճիշտ ասած դա վերջին բանն է, որ ինձ հետաքրքրում է, դա կանի հեշտությամբ, թե առանց հեշտության։ Դե չէ, եթե ասի չէ, չեմ վաճառում, պայմանագիր ունենք, ըստ պայմանագրի շարունակելու եմ մինչև գոնե ավարտ կառավարել երկաթուղին, ինչ է լինելու։ Ես չեմ բացառում, որ դա այդպես էլ կարող է եւ լինել, որում նույնիսկ ես հավանականությունը դրա համարում եմ մոտ 50%-անոց, դե ժամանակ Հայաստանը պետք է արդեն միակողմանի գործի։ Ինչը նշանակում է խզել պայմանագիրը միակողմանիորեն եւ ասել ռադներդ քաշեք այդ դեպքում։ Եթե նորմալ չեք հասկանում, կհասկանաք ոչ այնքան նորմալ ձևերով։ Մենք չենք կարող մեր ապագան զոհել իրենց հեշտությամբ կամ ոչ հեշտությամբ տալու կամ չտալու абսուրդ է սա։ Մենք այսօր էլ հերթական չափաբաժինը 3 այսօր լսեցինք ռուսական մարզմի ընդհանուր մինչև այն որ
մոդուլային ռեակտորները Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիք են, դա էլ ասում եմ մի ալտերնատիվ հանճարեղ մի հատ անվտանգության խորհրդի քարտուղար գեներալ կա Ռուսաստանում։ Այնպես որ մեզ ընդհանրապես չպետք է հուզի իրենց հույզերը։ Մենք պետք է անենք մեր անելիք։ Իհարկե, ինչպես ասում են, լավ, sense թույլ տալով, որ իրենց աչքերում պարզ երես լինեն, հա, բայց դա եթե դա էլ իրենց ընտրությունն է, եթե չեն ուզում, ուրեմն կլինի ուրիշ ձև։ Պարոն Մերավյան, սա նոր լարվածություն չի առաջացնի հայ-ռուսական կարող է վառը, եթե Ռուսաստանը շարունակի իր այդ պնդաճակատ քառակուսի աներես դիրքորոշումը, ապա այո կարող է եւ հանգեցնում հանգեցնի չէ։ Մեկը վաղ թե ուշ գալու է, այդ ժամանակ շաբաթ ուրբաթից շուտ կգա։ Եվ իրենք ընդհանրապես բազայով, մեկով, մյուսով, ամեն ինչով թողին կորեն գնան այստեղ։ Վերջ։ Հեշտ է այդքան բազան հանել Հայաստանից։ Իհարկե հեշտ է։ Իհարկե հեշտ է։ Դուք երևի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրայինին չեք լսել, որ նա ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ եւ ամենևին էլ իր գործողությունների նպատակը Ռուսաստանին դեմ չեն։ Այո, բայց շարունակությունն էլ հիշեցրեք պատկերն ամբողջացնելու համար։ Հայաստանի շահերից բխող այդ մենք առաջնորդվելու ենք Հայաստանի շահերով։ Հիմա եթե ձեր ցանկացած քայլ Հայաստանի շահերի ուղղությամբ, Հայաստանի շահերից բխող, Հայաստանի շահերին համապատասխան Ռուսաստանում ընկալվում է որպես, չգիտեմ, ռուսոֆոբիա կամ ինչպես Լավրովն է ասում, ցավոտ կետերը սեղմելու եւ ցավեցնելու ինչ-որ մի ակտ։ Եվ այլն, կներեք, սա հիվանդանոց չի։ Սկսա՞մ։ Դե եթե օրինակ Ղազախստանն է ձեռք բերում երկաթուղին, մի երկիր, որը շատ հարցերում Ռուսաստանից չի տարբերվում, դա օգտավետ է լինելու Հայաստանի համար։ Դե տեսեք, Ղազախստանը համենայն դեպս օգտավետ է ոչ թե տարբերությամբ, այլ նրանով, որ չտարբերությամբ, այլ նրանով, որ Ղազախստանն ուղղակի շահագրգռվածություն ունի, որպեսզի Հայաստանը դառնա կապակցված եւ անցանելի, որովհետեւ դրանով ինքը իր հարցն է լուծում։ Այն հարցը, հանուն որի կառուցվում է այս միջին միջանցքը, այն որ Ղազախստանը եւ Ղազախստանի հետ միասին ամբողջ կենտրոնական Ասիան ստանան ավտոնոմ ելք դեպի համաշխարհային տնտեսություն, որը չի անցնի Ռուսաստանով կամ Չինաստանով։ Այո, Ղազախստանը ուղղակիորեն շահագրգռված է, մեկ եւ երկրորդը մենք Ղազախստանի հետ երկկողմ ունենք հոյակապ հարաբերություններ, որոնք նաեւ շատ նշանակալի են Ադրբեջանին հավասարակշռելու տեսանկյունից։ Ահա եւ ողջ իրականությունը։ Այդ իմաստով այո ձեռնտու է։ Մեկ եւ երկրորդը Ղազախստանն ունի ահռելի երկաթուղային ցանց եւ ունի շատ կարևոր փորձ երկաթուղաշինարարության գործում։ Եվ իհարկե ռուսների բերանը փակելու համար, այո, նաեւ որ Ռուսաստանի հետ ունի ըստ էության դրական հարաբերություններ, դա դրական ուղղակի մենք պետք է լավ հասկանանք, որ այս անցումը, հա, կոնցեսիոների փոփոխությունը մենք պետք է կատարենք շատ արագ եւ
հենց իրենց գալը եւ մեկնարկը այս ամենի պետք է ուղղակի գրեթե միաժամանակ լինի։ Մենք ժամանակ ենք կորցնում եւ կորցնում ենք մեր ուրեմն այդ կոնկուրենտային բոլոր առավելությունները, որովհետեւ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանին տեսնել որպես ճուլան, որը աշխարհի հետ որևէ կապ չունի, այլ են լարսի կույրաղիքով միայն կապ ունի իր հետ, ինքն էլ կուզի թողի, կուզի չի թողի, կուզի կբացի, կուզի չի բացի եւ այլն։ Տեսեք, Ղազախստանի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա եւ չեմ ուզում այսպես Կիկոսի պատմությունը սարքելով ինչ որ բան քննարկենք, բայց ամեն դեպքում Ղազախստանն այն պետությունն էր, որը աջակցում էր Ադրբեջանին, Ադրբեջանի լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելով աջակցում էր Ադրբեջանին, այս մասով մենք չունենանք մտավախություն, որ եթե մի բան փոխվի աշխարհում եւ մենք խնդիրներ կունենանք։ Կարծում եմ դուք մի քանի բաներ խառնեցիք իրար, բաներ, որոնք իրար հետ չեն խառնում։ Նախ ՀԱՊԿ-ը ամբողջությամբ համերաշխություն հայտնեց ըստ էության Ռուսաստանին։ Սա մենք պետք է հասկանանք։ Խզումը տեղի է ունեցել միայն նոր-նոր։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում համերաշխ են իրար հետ միայն Ռուսաստանը եւ Բելարուսը։ Իսկ մնացածը ոչ։ Մնացածը յուրաքանչյուրն առաջնորդվում է իր շահերով։ Եվ մնացածի մեջ ընդհանուր սահման Ռուսաստանի հետ ունի միայն Ղազախստանը։ Եվ Ղազախստանն էլ մենք ըստ էության տեսնում ենք, որ մերժում է ռուսական թելադրանքը եւ ունի սեփական շահերը, որը չի համապատասխանում Ռուսաստանի հետ։ Եվ այդ իմաստով Ղազախստանի եւ մեր շահերի միջև զուգահեռներ կան։ Եվ նաեւ Հայաստանը սրանով իսկ առաջարկում է Ռուսաստանին, կարելի է ասել, այսպես պարզերեսով դուրս գալ խաղից, էլի։ Ոչ թե աննամուս ձևով։ Եվ Ռուսաստանը, եթե այսպես ասենք, պատշաճ խելամտություն դրսևորի, նա պետք է ընդունի Հայաստանի պայմանները եւ սուսուփուս վաճառի այս կոնցեսիոն կառավարման իրավունքը այլ սուբյեկտի։ Եվ ինչու չդիտարկել Հայաստանի կողմից իր սեփական երկաթուղին կառավարելու տարբերակը։ Դե գիտեք ինչ, կառավարելու հարցը չի, մենք պետք է ամբողջությամբ մոդեռնիզացնենք։ Դուք Գյումրիում եք ապրում եւ լավ գիտեք, որ Երևանից Գյումրի էշով հասնելն ավելի արագ է ստացվում, քան գնացքով։ Որ երթուղային տաքսով ավելի արագ եւ ավելի էժան է, քան գնացքով։ Եվ այլն։ ՌԺԴ-ի կոնցեսիոն կառավարման ամենավառ արդյունքն այն է, որ մեր տարածաշրջանում Հայաստանն ունի ամենահետամնաց երկաթուղին։ Ահա եւ ՌԺԴ-ի կոնցեսիոն կառավարում։ Դե դա եմ ասում, թող Հայաստանը ինքը հետ վերցնի եւ ինքը կառավարի։ Հայաստանը կարողանա կառավարել, բայց Հայաստանը պետք է մոդեռնիզացնի այդ ամենը։ Հայաստանին դրա համար պետք է ահռելի քանակով երկաթուղաշինարարական տեխնիկա ձեռք բերի կամ վարձակալի, ինչը շատ դժվար է հիմա ის ձեռք բերելն էլ շատ թանկ, եւ կոնցեսիոն կառավարումը այստեղ լավագույն ելքն է։ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նախագահ իր հերթին ասում է փողի խնդիր չունենք։ Փողի խնդիր հասկացանք չունենք, բայց իմաստ չկա։ Էլ եմ ասում, ավելի ռացիոնալ է կոնցեսիոն կառավարման հանձնել այն սուբյեկտի, որը նաև շահագրգռված է, որ մեր։ Բայց դա ինքնիշխանության սակարկում է քո երկրի ռազմավարական օբյեկտի կառավարումը ինչ որ մեկին հանձնելը, դե Ռուսաստանին բա որ հանձնում ենք ինչեր դա համարվում ինքնիշխանության սակարկում։ ՌԺԴ-ի հետ կապված չէր համարվում, որովհետև սեփականությունը մերն է։ Եթե տանկ ուրիշ դա կլինի սակարկում։ Այնպես ինչպես Գազպրոմի պարագայում մեր գազաբաշխիչ ցանցը մերը չի։
Դա խնդիր է։ Իսկ այստեղ ռուսներն ընդհանրապես կառավարումն են իրականացնում, հետնել ներդրումային ծրագիր իբր, որտեղ խաբել են, հավելագրումներ են արել եւ դարձրել են ամենահետամնաց երկաթուղին ողջ տարածաշրջանում։ Խոսքը այստեղ որակի մասին, այստեղ սուվերենության հետ կապ չունի։ Սա որովհետեւ կոմերցիոն պրոյեկտներ է, այս կառավարումը, որը չէր շոշափում սեփականության իրավունքը, բայց տեսանք, որ չի աշխատում։ Իսկ հիմա, այո, քաղաքական դրդապատճառներով, նաև այն պատճառով, որ ՌԺԴ-ն ինքն իրեն ներսից թալանած մի կազմակերպություն է, տասնյակ միլիարդավոր անցքով, որի համար Ռուսաստանի կառավարությանն են դիմել, նոր ինֆորմացիա ստացվեց, որ դրա մի փոքր մասն է կառավարությունը հատուցում, որ ընդհանրապես շնչեն առանց արտաշնչի։ Հետևաբար դա այն ընկերությունը չի, որի հետ կարելի է համագործակցել որպես կոնցեսիոն կառավարիչ։ Այնա, մեր ասենք օթակայանները, որ բանին Էրնեկյանի ընկերությանն է տրված, այդտեղ սուվերենության խնդիր չկա, չէ՞։ Կոմերցիոն պրոյեկտ է, մարդը ներդրում անում, իր եկամուտն է ստանում, օգուտ է եւ իրեն եւ Հայաստանի Հանրապետության։ Լավ բան է արել, այսինքն Քոչարյանը։ Ինչ։ Քոչարյանը այսինքն լավ բան է արել։ Ինչով է լավ բան արել։ Որ հանձնել է օդանավակայանի կառավարումը Էրնեկյանի ընկերությանը։ Դե այդ իմաստով ես Քոչարյանին որևէ մեկը բան չի ասել, թե ինչու է Էրնեկյանին տվել, այլ հարց է, որ այդ պայմանագիրը լավը չէր։ Հիմա բարելավում է տեղի ունենում, աշխատանքները կավարտվեն եւ մոտ մի քանի թիվը չեմ հիշում, մի քանի 100 միլիոն դոլարի նոր ներդրում կարվի, որովհետեւ հիմա փաստորեն այնպես է ստացվել, որ տարեկան արդեն 5 միլիոն ուղևորա հոսք ունենալով Հայաստանը շտապ կարիք ունի ընդլայնված այդ օդակայանային հնարավորությունների, բացի դրանից էլ միայն Երևանը չէ, որը պետք է օդային ուրեմն դարպասներ ունենա, այլ մենք գիտենք, որ թե Գյումրիի հետ կապված էլ ծրագրեր կան այլ փոքր օդակայանների հետ։ Հայաստանը հարուստ էր օդակայաններով սովետի ժամանակ։ Գավառն ուներ օդակայան, Ջերմուկն ուներ օդակայան, Կապանն ունի, դա էլ այն ժամանակ Մեղրին ունի օդակայան, Չվերթներ կային։ Նույնիսկ Օձուն գյուղն ուներ օդակայան։ Սիսյանն ուներ, Գորիսն ուներ եւ այլն։ Այս ամենը պետք է այո աշխատի եւ մեր կոնցեսիոները համենայն դեպս պատրաստ է աշխատել Հայաստանի Հանրապետության հետ, իշախ թե իրեն, թե Հայաստանի Հանրապետության։ Պարոն Մեհրաբյան, Նիկոլ Փաշինյանը նոր տեղեկություններ է հաղորդում եկեղեցու կաթողիկոսի մասին։ Նա նախ նշում է, որ եպիսկոպոսած ժողովը դրսում անելը գալիս է դրսում անելու որոշում կայացնել ավելի ճիշտ գալիս է փարատելու այն կասկածները, այն շրջանառվող տեղեկությունները, որ ցանկություն կա կաթողիկոսությունը Հայաստանից տեղափոխելու եւ վայրերից մեկն էլ Ռուսաստանն է։ Դուք իրատեսական համարում եք սա։ Իմ իրատեսական համարել չհամարելը բան չի փոխում, ամբողջ խնդիրն այն է, որ նման մտադրություններ այո ունեն ռուսական պետությանը ծառայող շրջանակը եկեղեցական վերնախավը։ Նաև այո շրջանակ կա մարդկանց, ով աշկա տնկել նաև Էջմիածնի գանձարանի վրա, այո։ Եվ դրա մասին խոսակցություններ են եղել, որոնք ձայնագրվել են մեր հատուկ ծառայությունների կողմից։ Նման աշկ տնգացների աշկը հանել է պետք, ոտերը ջարդել է պետք։ Բառիս այսպես ընդհանրացակ իմաստով իհարկե չի կարելի եւ թույլ չենք տա։ Կուղարկենք գրողի ծոցը, Ռուսաստանյան շատ եք սիրում, կգնաք Լենինի դամբարանում, կպարկեք Լենինի ծոցը։
եւ էլ հետ չեք գա ձեր եզրասով, ձեր մեկով մյուսով։ ԱԱԾ-ն ունի գաղտնալսում ըստ ձեր ասածի, Փաստորեն ըստ Փաշինյանի ասացի, որ մեկ ասում է Էջմիածնի գանձերը յուրացնենք, դե ըստ այդմ ըստ դա է բխում Փաշինյանի այսպես տված տեղեկությունից։ Այո։ Փաշինյանը կարող է իր շահերին համապատասխան հայտարարություն անել։ Դեռ պետք է փաստեր ներկայացնել։ Դե փաստեր կներկայացնի։ Ամենայն դեպս ես չեմ կարծում, որ ինքը փաստեր չունենալով այդքան ասեր, որովհետև նման բան ասել ու փաստ չտալը դա կարծում եմ ծանր զրպարտություն կլիներ, ինչը ես չեմ կարծում, որ Փաշինյանը չի կշռադատել, էլի։ Հետևաբար այո, ունեցել է փաստեր դա ասելու։ Քիչ է Փաշինյանը այս ընթացքում հենց այս թեմայով հայտարարություններ արել, որ մենք փաստեր չենք տեսել։ Օրինակ, Որ կաթողիկոսը զեկուցում է օտար պետության հատուկ ծառայության լեյտենանտին։ Դուք տեսաք փաստ։ դե լեյտենանտի հետ կապված կոչումը չգիտեմ, բայց այն որ Լավ, գեներալ, մայոր, փոխգնդապետ, ենթասպա, էականը դա չի։ Էականն այն է, որ այդ մարդիկ ծառայում են ռուսական պետությանը, ինքն էլ իր եղբայրն է։ Վերջ։ Դե չէ, տեսեք, եթե եղբոր հետ կապված Առնվազն բան ԱԱԾ-ն հրապարակեց, բուն ամենայն հայոց կաթողիկոսի հետ կապված, Փաշինյանը հայտարել է եւ ապացույց չի ներկայացվել։ Դե հիմա առնվազն այն որ ազդեցության գործակալ է իր այսպես քաղաքական հետագիծը դրա մասին է վկայում։ Դե ազդեցության գործակալ լինելու համար բավական է հետևել հետագծին։ Իսկ եղբոր հետ կապված փաստաթուղթ դա ներկայացվել, դրա մասին մենք էլ խոսել ենք ձեզ հետ։ Ես չեմ կարծում, որ այստեղ տենց այդ դետալները դնենք հիմա մանրադիտակով նայենք կամ ձուն ջարդենք մեջը մազ մանգանք, դա ինչ որ բան է։ Եվ պարոն Մերաբյան, Նիկոլ Փաշինյանը, որ ասում է լրացուցիչ միջոցներ կկիրառեն, որպեսզի այդ ամենը թույլ չտամ։ Եվ կոշտ։ Ահա, եւ ըստ ձեզ դա ինչը կարող է լինել, ինչ պետք է անի Հայաստանի վարչապետը։ Օրենքով չարգելված բոլոր այն ձևերը, այդ թվում նաև ուժի կիրառում, որոնք թույլ չեն տա նման բան անել։ Այ հենց դա։ Ինչ օրինակ։ Ասացի, օրենքով չարգելված բոլոր քայլերը, որը անհրաժեշտ կգտնվի, եւ պետությունը պարտավոր է դա անել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ եկեղեցին մի խումբ ստահակներ վերածեն դարձնեն շամփայ, կամ Կիրիլի փայ, կամ Պուտինի փայ, Լուբյանկայի փայ, չենք տալակի։ Օրենքով չարգելված կրկնում եմ բոլոր ձևերով, ընդ որում ես վստահ եմ նաև հասարակության մեջ շատ նշանակալի սեգմենտ ևս։ Իսկ պետությունը պարտավոր է մանդատ ունենալով եւ պարտականություն ունենալով այդ ամենն ապահովել։ Պարոն Մերաբյան, կուշտ վարչապետ ունենալու խոստմամբ Հայաստանի քաղաքական դաշտ է մտել ուժեղ Հայաստան կուսակցությունը, որի նախագահ եւ վարչապետի թեկնածուն ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն է։ Դուք ինչպես եք մեկնաբանում նրա մուտքը քաղաքականություն, խոստումները 300,000 աշխատատեղ, փոքր բիզնես ազատված հարկերից, մատչելի շահավետ բնակարաններ երիտասարդների համար, սա արդյոք այն ինչ ժողովուրդը կուզի եւ կգնա կընտրի նրան։ Գիտեք ինչ, մենք այստեղ տեսնում ենք ուղղակի բացարձակ եւ անթաքույց պոպուլիզմ մարդու կողմից, ով իրավունք չունի հավակնելու այն պաշտոնին, որին նա հավակնում է կամ փորձում է հավակնել։ Ընդհանրապես տեսք մնացածը ես իմաստել չեմ տեսնում բովանդակային քննարկելու համար, որովհետեւ դա ամբողջությամբ ոտից գլուխ սնանք խոսակցություն։
Դե նրանք օրենք չեն խախտի, ասում է ժողովուրդ, մեծամասնությունը տվեք ինձ ազգային ժողովում, սահմանադրական մեծամասնություն տվեք ինձ։ Ես ընտրվեմ, սահմանադրությունում մեկ անձի համար փոփոխություններ անեմ, այդ մեկ անձին ընտրեմ վարչապետ եւ գա ձեր համար հիասքանչ կյանք ապահովի։ Երև ինքը վստահավոր ինքը կարողանա այսպիսի բագաժով մասնակցել ընտրություններին, ես խիստ կասկածում։ Որովհետև նրանք այս համագումարի նյութերը երբ փոխանցեն պետական մարմիններին գրանցելու համար, ասենք պետռեգիստրի մակարդակ, կարող են հենց օրենքի տառին համապատասխան մերժում ստանալ։ Եվ դեռ մեծ հարց է նրանք կմասնակցեն թե ոչ։ Ավելին ասել, այնպես չի, որ Սամվել Կարապետյանն ինքը չգիտի դրա մասին։ Նույնիսկ եթե նա չգիտի դրա մասին, վստահ եմ իր իրավաբանները այն Ամստերդամով բանով եւս գիտեն դրա մասին ու բացառում են, որ ասած չլինի։ Ավելի շատ ես այստեղ հիմքեր եմ տեսնում խելամիտ կասկածի համար, որ նա սա անում է միտումնավոր, որ իրեն ուղղակի չգերած։ Եվ դրանով իսկ նա իր վրայից մի մեծ բերդ հոթափի եւ շարունակի հետագայում այլի զբաղվել բիզնեսով։ Չէ, տեսեք, նախ նրանց կուսակցությունը արդեն գրանցված է արտարադատության նախարարության պետական։ Հա, բայց տեսեք, հա, բայց այս համագումարի նյութերը այդ պետքա այդ ամենը վավերացվի, չէ՞։ Հա, բայց իրենք էս փուլում Սամվել Կարապետյանին չեն էլ ուզում որևէ տեխնացության համար գրանցեն։ Այսպես ասած իրեն դնում են մի կողմ, ընտրվում են, օրենքը փոխում են, նոր են առաջադրում։ Դե թող փորձեն, մենք էլ կտեսնենք, բացի դրանից էլ շատ հիմքեր կան եւս քննելու, թե որքանով է այդ կուսակցությունը համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը որպես քաղաքական պայքարի կամ ընդհանրապես քաղաքական դաշտի սուբյեկտ։ Եվ այստեղ մեծ խնդիրներ կան։ Եվ մեկ հոգու համար սահմանադրությունը փոփոխության ենթարկել, ինչպես կմեկնաբանեք։ Абսուրդ։ Բայց նրանք լավ բանի համար են ուզում այդ փոփոխությանը գնալ։ Ինչի համար ուզում ես ուզի։ Բայց բաներ կան, որը հնարավոր է, բաներ կա, որը հնարավոր չէ։ Սահմանադրությունը դուքյան չի, որ ոնց ուզի, ինչ ուզի, երբ ուզի փոխի, լավ թե վատ բաների համար։ Պես որ սա դատարկ խոսակցություն է, սա մենք էլ ժամանակ ենք փչացնում, պարոն Կիրակոսյան։ Նիկոլ Փաշինյանը սա համարում է Սամվել Կարապետյանի առաջադրումը Հայաստանի Հանրապետությունը ապա լեգիտիմացնելու վերջին փորձ, Հայաստանը որպես չպետություն հայտարարագրելու վերջին փորձ։ Ինչու՞։ Դե որովհետև եթե այսպիսի բագաժով Սամվել Կարապետյանը Հայաստանում լեգիտիմ քաղաքական գործիչ է ու ընտրական գործընթացի մասնակից, դա նշանակում է Հայաստանը պետություն չի։ Այո։ Բայց էլ է տեմս։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նրանք ջախջախիչ փոքրամասնություն են ստանալու այս ընտրությունից, սա արդեն ընտրությունների ելքի վրա ազդեցություն ունենալ չէ։ Չկարծում ազդեցություն։ Նավակի որպես քաղաքական գործիչ, որպես երկրի վարչապետ ասում է այն միշտ այսպես ասենք պատկերացնում է որպես այս ամենի հետևանք։ Չէ, երբ դու ունես լծակներ եւ ասում ես, որ մյուս տեխնացուները միասին Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը, Սարգսյանը նրանք այո պետք է ջախջախ նրանք պետք է ջախջախվեն։
բոլոր քո թվարկածները պետք է ջախջախվեն, որովհետև դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, Հայաստանի քաղաքացիների շահերից։ Եվ պետք է թույլ չտալ նաև, որպեսզի նրանք որոշ մասին քաղաքացիների մոլորության ենթարկեն եւ ասենք ձայներ կուրզեն։ Մենք խոսել ենք այդ մասին, որ անցյալ տարվա փետրվարի ներողություն սեպտեմբերի 18-ի միեդի դատավճռով այդ կուսակցություններն ընդհանրապես պետք է լուծարվեն, իսկ այդ անձինք ընդհանրապես պետք է ցմահ դուրս դրվեն քաղաքականությունից։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, դաշնակներ եւ այդպես շարունակ։ Պարագլուխները դաշնակներ, որոնք դեռ մինչև հիմա այսպես քաղաքական դաշտում թյուրի մոցատոր։ Եվ դուք ինչ ելք եք պատկերացնում, պարոն Մերաբյան, ընտրություններին։ Ընտրություններին ես պատկերացնում եմ այն ելքը, որ հանուն հանրապետության կուսակցությունը կհաղթահարի 4%-անոց շեմը եւ կհայտնվի խորհրդարանում։ Դա առաջինը, ինչը 4%-ի համար եք դուք պայքարում։ Դե մենք նոր կուսակցություն ենք եւ մեծ կուսակցություն չենք եւ այսպես ասենք մեր խնդիր մինիմումը այս պահի դրությամբ այո դա է։ Կներեք, բայց դա նշանակում է զուտ մի քանիսը մեր կուսակցությունից падգամավորական մանդատ ունենա։ Որ թողեք միտքս շարունակեմ, ասեմ ինչա նշանակում եւ ինչ չի նշանակում։ Մենք դնում ենք մեր առաջ խնդիր մինիմում, խնդիր մաքսիմում։ Այո, մենք մեր կուսակցության քաղաքական ինքնահաստատման ճանապարհն ենք անցնում, սա մեր ընդհանրապես երկրորդ ընտրություններն են, որը մենք մասնակցում ենք, մենք մասսայական կուսակցություն որպես չենք եղել եւ չենք պլանավորում լինել, բայց մենք մտադիր ենք մեր ծրագրով, մեր գաղափարներով մասը լինել պարլամենտում եւ ծառայել Հայաստանի Հանրապետություն։ Դա առաջինը, ինչ մենք պատկերացնում ենք։ Երկրորդը ես պատկերացնում եմ այն, որ Հայաստանի սուվերենության թշնամիները խորհրդարանում որևէ հաջողության չեն հասնելու եւ չպետք է հասնեն։ Դա երկու։ Եվ երրորդն էլ, որ այն պայմանավորվածությունները, ծանր օրակարգը, որի տակ այսպես պարզ ասենք մտել է Հայաստանը, դա չպետք է կախված լինի մեկ ընտրություններից, մեկ կուսակցությունից եւ մեկ առաջնորդից։ Այլ դա պահանջում է եւ պահանջելու է համազգային կոնսենսուս, որից պետք է ձևավորվեն առաջիկա 100 տարում եւ ապագա իշխանությունները եւ ապագա ընդդիմությունները։ Իսկ ով դուրս է կոնսենսուսից, դա պետք է դուրս լինի քաղաքականությունից ընդհանրապես։ Եվ դուք ինչ եք անելու այդ ձեր 4%-անոց խմբակցությամբ, պարոն Մերաբյան, եթե անցնեք խորհրդարան, որևէ որոշման վրա ազդեցություն չեք ունենալու։ 4%-ի չափով կունենանք։ Եթե 4%-ի ավելի չափով կունենանք, այն չափով, որ չափով մեզ մանդատ տրված կլինի, այդ չափով մենք հաստատ կունենանք ազդեցություն որոշումների վրա եւ այդ չափով էլ կծառայենք Հայաստանի Հանրապետությանը, որ չափով Հայաստանի քաղաքացիները կցանկանան եւ կամրագրեն իրենց ցանկությունն ընտրությունները։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։